Ուզում եմ ձեզ մի դեպք պատմեմ 23 տարի մի դաշնակահարի մասին։ Հավանաբար երաժիշտները կիմանան։ Սվյատոսլավ Ռիխտեր։ Ծանոթ դաշնակահարը, որովհետև շատերին կան անշլանգներ տալիս, մեծ միջոցառումներ կազմակերպում։ Մի անգամ համերգին Լեբլեցուն դահլիճում առաջի շարքում նստած մի գրպանահատ ջերկիր։ Տեսնում են ինչպես են մատները ստեղնաշարի վրով գնում գալիս և բացականչում են։ Ինչ մատներ են, ինչ մատներ են։ Եվ իհարկե ինքը ուրիշ նպատակով այդ մատները տեսնում, որովհետև ճարպիկ մատները, որ ճարպիկ գումարներ կարա և պորտմաններ ոնց են ասում կարա գողանա։ Դրա համար ասում ինչ մատներ են, բայց մի բան վերջում ասում, բայց ափսոս։ Իհարկե որ ինչով են զբաղված, գործընկեր կարանից լինի։ Գիտեք ինչ հաճախ մարդիկ կարան ձեզ ասեն, դուք շատ լավ մարդիկ եք, բայց ափսոս բողոքական եք, ադվենտիստ եք, բայց ափսոս որ առաքելական չէ, բայց ափսոս որ մեզ նման չեք, այդպես։ Հիշեք, որ դուք իզուր չեք այստեղ։ Իհարկե, ափսոսում են նրանք, ովքեր դեռ սրբության մեջ չեն աճում։ Որովհետև այսօր ոմանք լսում են Աստծո խոսքը, հիանում են այդ խոսքով և թվում է, թե մարդիկ, ովքեր ապրում են այդ խոսքով, անհեթեթությամբ են զբաղված։ Այդքան մի խորացեք, կարդացեք, բայց մի խորացեք։ Հնարավոր է, որ մարդ իր կյանքի վերջում այսպես ասի, ես հուսացել եմ Աստծուն, բայց ափսոս։ Հնարավոր է, որ Աստված մեզ հուսախաբ անի։ Մեր կյանքում լինում են դժվարություններ, հիասթափություններ, նույնիսկ անակնկալներ աշխատանքի վայրում, կարա ընկերդ քեզ դավաճանին, կամ երիտասարդ աղջիկ առաջնեք մնացել ու մահացել է։ Դե իրան ասեք մի հուսահատվի, դե իրան ասեք հուսախաբ մի լինի, նենչքան երկար սպասել է դրան և հանկարծ չկա։ Ոնց է դա լինում ժողովուրդ ջան, կամ հիվանդացել է քեզ շատ թանկ մարդ, անբուժելի հիվանդությամբ, և նույնիսկ մահացել, ինչ ասես նրան, ոնց կարելի է չհուսահատվել, ոնց կարելի է չհիասթափվել, այնքան հեշտ կարելի է ասել, հա դե պետք է հավատալ էլի, դե հավանաբար մեզ հետ չի դրա համար հեշտ են դա ասում են, ինչպես վարվել, մի մարդ օրինակ կորցնելով երիտասարդ տարիներում կնոջը, դադարեց աղոտ քանել և եկեղեցի գնալ։ Ինչ ասես նրան, որովհետև նա ծանր հուսահատված է, նա ծանր հիասթափված է, որովհետև ես հուսացել էի Տիրոջը, բայց հիշում եք այդպիսի դեպքեր կան Սուրբ Գրքում, Էմմաուս գնացող ճանապարհին երկու հոգի, երբ որ ճանապարհին Հիսուսը նրանց հանդիպում է, նրանք պատմում են այն դեպքերը, ինչ որ տեղի ունեցավ Երուսաղեմում, և վերջում ասեցին, իսկ մենք հուսացել էինք։ Այսինքն հուսախաբ գնում են, լեռանում են։ Ոնց վերադարձնես նրանց այնտեղ, որտեղից որ գնում ենք։ Այսօր մենք անդրադառնանք Սուրբ Գրքին, տարբեր աստվածաշնչյան պատմություններ մենք կտեսնենք մի տեղ ընդհանրապես, որտեղ շատ տարբեր մարդկանց մասին պատմում են, որ նրանց կյանքում եղել են տարաբնույթ հուսահատություններ, հիասթափություններ, երբեմն թվացել է, որ նրանք հուսախաբ եղան, երբեմն թվում է, թե ուր է Աստված նրանց կյանքում, բայց Աստված մեկ այլ գնահատական կտալ։ Երբեմն մեզ դժվար է հասկանալ իրավիճակը և գնահատել այդ իրավիճակը մարդկային մեր հայացքով, որովհետև մենք բաներ կա չենք տեսնում։ Մենք պարզապես տեսնում ենք այն ինչ որ տեսանելի է մեզ, բայց բաներ կա, որ դրանք կան ու մենք չենք տեսնում։ Բացեք Եբրայեցիս 11 գլուխ,
Եբրայեցիս 15 յուրաքանչյուրը ձեզ կտեսնեք այդտեղ, թե ինչպիսի իրավիճակում ենք դուք գտնվում, որովհետև մենք էլ ենք անցնում այս ճանապարհը, ինչպես նրանք են անցել։ Հավատի հերոսներ, առաջինը ումից է սկսում, հիշում եք։ Կարնայեկելու ժողովուրդ ջան, 4-րդ համարը։ Հավատքով Հաբելը Կայենից ավելի լավ պատարագ մատուցրեց Աստծուն, որով վկայություն ընդունեց, թե արդար է, եւ որ Աստված նրա պատարագների վրա վկայություն տվավ, որ նրանով տակավին հիմա էլ խոսում է, թե պետք եւ մեռել է։ Հիմա տեսեք, հավատքով Հաբելը Կայենից ավելի լավ պատարագ մատուցեց։ Այդ դեպքում մենք հիշում ենք բոլորս այդ պատմությունը ինչ տեղի ունեցավ։ Կայենը սպանեց Հաբելին, որովհետև նախանձեց, իրան դուր չեկավ, որ Աստված նրան ուշադրություն դարձեց նրա զոհին, իսկ իր զոհին կամ պատարագին ուշադրություն չդարձեց, որովհետև իր պատարագը հավատի հիմքի վրա չէր կառուցած։ Եվ արդյունքում ինչ պետք է լիներ։ Ով էր հավատացյալ։ Հաբելը։ Հաբելի վրա պետք է լիներ Աստծո հովանավորությունը, Աստծո աջակցությունը, Աստծո պաշտպանությունը, բայց Կայենը սպանեց Հաբելին։ Ոչ միայն այդքանը, երբ որ մենք կարդում ենք, նույնիսկ Աստված Կայենի վրա մի հատ հատուկ նշան դրեց, որ ոչ որ Կայենին չսպանի, կամ կարելի ասել իր հատուկ պաշտպանությունը Կայենի վրա։ Ինչ Աստծո ժողովուրդ ջան, բանս բարձրանում է, ով որ հակառակը գնում ավելի հաջողական, քան թե ով որ հավատացյալ է։ Հիմա ինչու՞ էր այստեղ Հաբելի հերոսությունը, կասեք ինձ, ավելի լավ պատարագ մատուցեց։ Ինչու՞ է նրա հերոսությունը։ Ո՞րն է հերոսությունը։ Ընդհանրապես հնազանդ նրա հերոսությունը։ Լավ, հաջորդ եկեք գնայինք։ Հաջորդ հերոսի մասին ելնենք 365 տարի ամեն ինչ լավ էր։ Աստծո հետ վարվեցավ, երկինք տարվեցավ, այդ ինչ հերոսություն արավ։ Ենովքը չի, Ենոքը, ուշադիր եղեք, չնայած Ենովքել են ասում, ինչ հերոսություն արավ։ Աստծո հետ վարվեցավ, այսինքն Աստծո կամքի պես ապրեց, ոչ կա։ Հավատքով ապրեց, հնազանդ կյանքով ապրեց, խոնարհ կյանքով ապրեց, ու դրա համար հերոսությունն է դա համարվում։ Դրա համար շքանշան են տալիս։ Տվեց Աստված։ Բայց ինչի ավելի չտվեց։ Ոչ միայն տվեց, այլ նաև Ինչի ավելի չտվեց։ ինքը գիտի ինչ տվեց։ Դա պատասխան չէ, բավարար։ Հիմա տեսեք, հավատքով նույն պատգամ առնելով չերևացած բաների համար, երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար։ Ում համար կառուցեց նույն տապանը։ Իր համար չէ, իր տան փրկության համար։ Առաջի երթը իր տան փրկության համար, որ աշխարհին դատապարտեց եւ ժառանգ եղավ հավատքով լինող արդարությանը։ Ինչու՞ն էր նրա հերոսությունը։ Որ տապան կառուցեց։ Հայական չի հավատաց որ ջրերը հավատաց դրա համար Աստված նրան համարեց շատ բարի լավ հաջորդը խոսում է Աբրահամի մասին Այդքան ժողովրդի թուխումուրը կերավ հետաքրքիր է գիտեք որ Նոյը քարոզեց 120 տարի որ ասում եք 120 տարի չի քարոզել շատ քարոզել 120 տարի դա վերջին ժամանակներն էր ինքը փչակետ է քարոզել 500 տարի մարդը քարոզել բայց մենակ ինքը չի յանի հայտնող մարդիկ են բայց ընդհանրապես Նոյի քարոզից 120 տարվա մեջ մի մարդ դարձի չեկավ պատկերացնում եք մի մարդ Աստծուն չդարավ բացի իր ընտանիքից 8 հոգով 120 տարվա մեջ մի մարդ չփրկվի ժողովուրդ այդ ութը հասկացանք դուք պատկերացնում եք ինչ վիճակ է երկրի վիճակը հաջորդ տեսնենք իսկ Աբրահամի միջոցով ինչ ասում Նոյի միջոցով 8 հոգի եղավ Աբրահամի միջոցով այսօր միլիոնավորներ նկատում եք տարբերությունը երկը սրանք կարեն հիասթափվեն Նոյը կարող հիասթափվի չէ այսքան ասում ես այսքան բացատրում ես այսքան մարգարեություններ ես մեջ բերում անում այսքան պատմում ես աշխարհի սկզբից եղածը որ ոչ մի բան չի փոխվել էդի կրկնվում է բայց մի բան պարզ է այսքան մեջ ինչպես դուք նկատեցիք
հատուկ հերոսություն պետք չի անել, որ Աստծուն դուր գա։ Աստծուն պարզապես պետք է դնել հավատարիմ։ Ամբողջ հարցը էս է եղել։ Դուք նկատում եք, այն մեկը լավ պատարագ արավ, այդ ինչ զարմանալի բան է, որ այսօր այնքան լավ պատարագաններ կան։ Խնդիրը պատարագի մեջ չէ, այդ հավատարմության մեջ չէ, կայնն էլ պատարագ արավ, բայց հավատարիմ չէր նա։ Այսինքն Աստծուն պետք է հավատարիմություն։ Մեկը ընդամենը տապան կառուցեց։ Հավատացեք, ատի տանիք էլ են կառուցել, հետո ինչ, ավելի մեծ քան Նոյի տապանը։ Բանը նա չի, թե դու ինչ ես կառուցում։ Բանը նա չի, թե դու կարդում ես Աստվածաշունչ, թե չէ։ Բանը նա չի, դու կարդում ես, աղոթք ես անում, եկեղեցի ես գնում, բանը նա է, դու հավատարիմ ես Աստծուն։ Այ հերոսությունը դրա մեջ է կայանում, ոչ թե որ դու ինչ-որ մի բան արիր։ Աստված քեզ գնահատական չի տալի ոչ թե քո արածի համար, այլ գնահատականը դու ստանում ես հավատարմության արդյունքում։ Ընդամենը ինչ էր արել, վերցնենք Ենոք, ինչ արավ, որ կասեք սխրանքը նույն, ինչ արավ, այդ ինչի համար սխրագործության մեդալ տվին նրան։ Հավատարիմ, ամեն օր հավատարիմ էր։ Այսա կարևոր բանը Ժողովուրդ ջան, երբեմն մենք ժամանակին որ ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ այդ ժամանակներում լինել այդպիսի մարդ, ամենքին չէր, որ դա ամենքը չէ, որ կվարվեին այդպես։ Հատուկ հերոսություն պետք չի անել Աստծու համար։ Աստված մեզանից սխրագործություններ չորսում, հավատարմություն այնտեղ, որտեղ որ մենք կանք։ Վերցնենք Հովսեփին և Մովսեսին, հետո դրանից կխոսանք։ Հովսեսը Իսրայելին տարավ Եգիպտոս։ Մովսեսը Եգիպտոսից հանեց, համի պետք է տանեք, թե բերեք։ Ամենք իրանց կանչվածության մեջ, քեզ Աստված կանչեց, որպեսզի պահես այդտեղ պահեցիր, քեզ կանչեց, որ հանեց, հանեցիր։ Ինչ էր Աստված ակնկալում։ Այստեղ ոչ թե հանելու և տանելու մեջ, այլ հավատարմության մեջ է, որ դու Աստծուն հավատարիմ ես։ Երկուսն են անվանի ծնողներից են, երկուսն են խլվեցին իրանց ծնողներից, երկուսն են ստացան եգիպտական բարձր կրթություն և բարձր պաշտոններ, բայց երկուսն են կոչվեցին հավատքի հերոսներ, որովհետև հավատարիմ եղան կանչողին։ Այդ խոսքը դուք անդադ կարաք տեսնեք Եբրայեցիս 11-րդ գլխում այդ բառը շատ ասում, հավատարիմ եղան կանչողին։ Դու կարաս շատ բան անես, բայց հավատարիմ չլինես։ Աստծուն պետք են հավատարիմ մարդիկ։ Հովսեփը դա եկեք հիշեք, ծանր ստրկություն անցկացրեց։ Երիտասարդ տարիներին, այսօր մեր երիտասարդները հանկարծ բան պատ չթողանք։ Կարիերա շուտ ուզում են հարստանալ, այդ ամեն ինչ մի անգամից ունենալ։ Մեր բառերով ասած, ամեն ինչ մի անգամից ունենալ։ Այդ ամեն ինչը կարար Հովսեփը ունենալ մի անգամից։ Մի անգամից, ընդամենը պետապրեսի կնոջ չէ, մի գիշեր անցկացներ և վերջ։ Ու ամեն ինչ կունենար։ Բայց դմբո դուրս եկավ։ Ժամանակակից լեզվով դմբո դուրս եկավ։ Ոչ ճիշտ մտածելակերպի մարդկանց, այո, կարանք ասել խերից փախած մարդ դուրս եկավ։ Բայց իրականում, գիտեք ինչ Ժողովուրդ ջան, երբեմն ես հաճախ եմ այս օրինակը բերում, երբ որ ձեզ շատ բան առաջարկում են մի անգամից, միշտ տապեք։ Ավելի շատը դրանից հետո լինել։ Որովհետև Հովսեփը, որ կարար ընդամենը դառնալ կալվածատեր, դարձավ կառավարիչ։ Տեսեք տարբերությունը որներ։ Ունենալ 1000 մարդ քո ձեռքի տակ, թե ունենալ միլիոնավոր մարդ քո ձեռքի տակ։ Զգում եք տարբերությունը։ Ահա թե ինչին։ Այ պետք է նայեք Ժողովուրդ ջան, ոչ թե ինչ է քեզ սպասվում, այլ դա քեզ ուր կտանի։ Որովհետև պետապրեսի հետ լինող ասում դա մեղք է, գարշելի է Աստծո առաջին, գարշելի ճանապարհով մի ձգտիր հարստանալու, գարշելի ճանապարհով մի ձգտիր պաշտոն ստանալու, գարշելի ճանապարհով մի ձգտիր հաջողության հասնելու, դա գարշելի է Աստծո առաջին։ Աստծո համար կարևորը նա չի թե դու ինչ պաշտոն կունենայիր, դա գարշելի ճանապարհով ես ասել, դա արդեն մեղք է։ Աստծո համար կարևորը որ դու լինես հավատարիմ ցանկացած իրավիճակում։ Վերցնենք Մովսեսը, ով էր Մովսեսը։
Զորագլուխ Եգիպտոսում, զորահրամանատար, երբ որ ինքը մտնում էր Եգիպտոս ամեն հաղթարշավից հետո, ծաղիկների փնջեր և դափնե պսակներ էին նրա գլխին հայտնվում։ Այդ ամենը չուզեց, ու ամբողջ աշխարհը իր բռի մեջ է, ոչ թե Եգիպտոսը, ամբողջ աշխարհը իր բռի մեջ է, ցանկացած տեղ ինչ ուզեն կաներ, թե Հայաստանում, թե Ասորեստանում, թե Իսրայելում, թե Բաբելոնում, թե արաբական երկրներում, այն ժամանակվա հայտնի աշխարհում, իր բռի մեջ է։ Չէր կարող տենց իր ժողովրդին ազատ, ինքն էր այդպես մտածում, որ այդ ճանապարհով կանեն։ Բայց հետո ընտրեց մեկ այլ ճանապարհ, դնել նոքար այդ ժողովրդին, մեր լեզվով ասած, այ հավատարմություն, Աստված սպասում է, հավատարմություն։ Վերցնենք Դավիթի մասին հետո կխոսի Աստվածաշունչը։ Ով էր Դավիթը, երբ որ Աստված կանչեց նրան։ Ընդամենը հովիվ, պատանի հովիվ, այդպես կարանք ասեմ, ոչ մի բան չէր ելացում։ Իր հասակակիցների շատերը այդ ժամանակ որտեղ էին։ Գոնե մի կրթություն ստանան, ուրիշները խաղում էին, փողոցում իրանց հայաթում ծնողների փեշի տակ էս երեխեն ինչ անում։ Հոտ արածեցնում, մի բան գայլը և առուցի բերանից փորձում պաշտպանի հոտը, անցնում էր դժվարությունների միջոցով։ Երբեմն Աստված մեզ տանում է մի ճանապարհով, որ սովորեցնի ավելի մեծը, ավելի մեծ պարտականություններ տալու համար։ Ինչ սովորեց Դավիթը, հիշում եք 24 Սաղմոսի հետևյալ խոսքերը, թեև գնամ մահվան շուքի ձորովը, խոցումը և գավազանը ինձ կարաշնորդի, կմխիթարի, այսինքն միևնույնն է ինչ է լինի իմ կյանքի ընթացքում, ես ապավենելու եմ։ Այդպիսի խոսքեր կարա գրի մարդ, ով որ անցել է մահվան շուքի ձորով, մահվան շուքի ձորով գնան, գիտեք ինչ նշանակում։ Այո, ես և մահը իրար դեմ են և ինքն է հաղթելու, միևնույնն է ես վստահելու եմ ասում։ Երբ որ մահը դեմս կանգնած է, ես Աստծուն եմ ապավինելու։ Նման բան կարա ասել մարդ, ով որ անցել է նման ճանապարհ։ Այսօր մենք անցնում ենք մահվան շուքի ձորով շատերս։ Հիասթափություն, նեղվածություն, հոգսեր, նպատակների չիրականացում և ինչ է լինում մեր կյանքում։ Հիասթափվում է։ Դավիթն ինչ ասում։ Չեմ հիասթափվում, և նույն ես ու կողուսում, իսկ մենք մի տեղ բան չեղած արդեն հիասթափվում, դեպրեսիայի մեջ ենք լինում, խառնում ենք, երկինքը փակվեց, հոգեբանները նման գալիս նույնիսկ մահվան շուքի ձորով էլ անցնեմ, միևնույնն է, չեմ կոտրվելու, չեմ նահանջելու, շարունակելու եմ հավատարիմ մնալ։ Նույնիսկ եթե իմ աղոթքի պատասխանները չկա, դա է նշանակում։ Մահվան դեմ կանոնել եմ ես, այսինքն բոլորը ինձ դեմ է, ամեն ինչ ինձ դեմ է, մի թելա կյանքս վերցնում են և վերջաց, երկինքը չկա, Աստված չկա իմ կյանքում, որովհետև ամեն ինչ խավար է, բայց միևնույն էլ ինչ եմ անելու, քեզ եմ հուսապիզմ ենք, էլ գործ չունենք, էլ չեմ խառնվելու, սկսեցինք նահանջել, ուր է քո հավատարմությունը, բա ոնց ես դու հավատացյալ քեզ համարում, ոնց ես քեզ Աստծուն հավատարիմ համարում, վերցնենք Եսթերին հետո, կխոսա Եսթերի մասին, ով էր Եսթերը, փոքր ժամանակից կորցրած ծնողներին երեխա, աղջիկ երեխա, աղջիկ բառը եմ օգտագործում, որովհետև տվյալ հասարակության մեջ նա միշտ անպաշտպան է եղել։ Օտարության մեջ գտնվող երեխա, ուշադրություն դարձրեք, իր հայրենիքում չի, օտարության մեջ, բայց ինչ ասում Աստվածաշունչը դրա մասին։ Որոշեց հավատարիմ լինելու։ Թեև թե մեռնեմ կմեռնեմ, կամ կապրեմ ժողովրդից հետո։ Ինքը գնում էր մահվան բերան։ Իր ժողովրդի համար, եթե հանկարծ թագավորը չընդուներ։ Այո, կսպանեին։ Տեսեք 16 համար ինչ ասում։ Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու։ Այսպիսի մարդկանց Աստվածը կոչվելու ինքը ամոթ չի համարում։ Կամ այսպես կարանք ասենք, Աստված ցնցում կամ հպարտանում է այս մարդկանցով և պատահական չի այս մարդկանց անունները, որոնք գրված են Աստվածաշնչում, որովհետև Աստված հպարտանում է այս մարդկանցով։
Աստծո հետ այս մարդիկ կարան բնակվեն կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանց կյանքում ամեն ինչ կարա լինի եւ իրանք կարան Աստծո հետ բնակվեն 40 համար, որովհետեւ Աստված մեզ համար ավելի լավ բան նախապատրաստեց, որ նրանք առանց մեզ չկատարեն։ Այսինքն նրանք ավելին են դաժե ձգտում։ Միայն Աստծո հետ լինել կյանքի ցանկացած բառը միայն Աստվածամերկանից։ Եվ ինչ ասում Սուրբ Գիրքը, Աստված ավելի լավ բան նախապատրաստեց նրանց համար։ 1709 թվականին Անգլիայում այսպիսի մի դեպք տեղի ունեցավ միտում հայտնվում էր։ Տան փոքրիկ աղջիկը ծխից արթնացավ եւ սկսեց անմիջապես բացականչել կրակ։ Իհարկե ծնողները արթնացան եւ երեխաներին սկսեցին տնից հանել, ու երբ որ դուրսը հավաքվեցին, երեխաներից մեկը չկար, բայց տունն արդեն կրակի մեջ էր։ Խառնվում են իրար, վայվալիկը գցում են, ինչ անեն այս իրավիճակում, չեն կարող մտնել կրակը ամբողջովին, եւ մեկը հանկարծ պատուհանից երեխան գլուխը հանում է։ Արագ ովքեր հավաքվել էին այդտեղ, իրար վրա կանգնելով աստիճան են սարքում, եւ որ արդեն վերջի մարդը հասցնում է երեխան քաշում տունը ներսի մեջ փրկվում է։ Հասցնում են փոքրիկ բալիկին փրկեն։ Գիտեք ով էր այդ փոքրիկ բալիկը։ Նշանավոր մարդ Ջոն Ուեսթին։ Գիտեք Անգլիայում, երբ որ դուք անցնում եք այդ գյուղաբնակ վայրերով, ավաններով, բարձր մակարդակ զարգացվածության։ Դուք հավատացեք մեր Երևանը այդ իրաց գյուղերի նման չի նույնիսկ։ Ավելի բարձր։ Ինչի՞ց է գիտեք։ Երբ որ նրանց ասում ես, եկեք գարեջուր խմենք, նրանք ասում են չէ, բայց չի, այստեղով անցել է Ջոն Ուեսթին։ Գիտեք կովի հետ էին նրանք քնում, 18-րդ դարի սկզբում խոզերի հետ էին անգլիացիները քնում, նրանց գողն ու տունը չէր տարբերվում։ Բայց երբ որ Ջոն Ուեսթին անցավ, պարզապես քայլելով չանցավ, երկինա պատմում էր Աստծո մասին։ Այդ մարդիկ փոխվեցին, նրանց քաղաքակրթությունը փոխվեց։ Մենք սովետական մարդիկս միշտ լսում ենք, հավատը դա արգելակում է, զարգացվածությունը, հավատը դա տկարամիտների կրոնն է, եւ այլն։ Հիմա եկեք մենք գնանք այդ Անգլիայի այդ գյուղերը, եւ դուք կտեսնեք հավատը ում կրոնն է, ինչ արել է հավատը այդ մարդկանց կյանքում։ Ոչ մեկը այդ խնդիր չունի, բոլորը աշխատանք ունեն, բոլորը բարեկեցիկ ապրում են, փողոցները շատ լավն են, անասունները ոչ մեկը հարևանի հայաթը չի մտնում, ինչի՞ց է դա։ Պատասխանը, այստեղով անցել է Ջոն Ուեսթին։ Իսկ ձեր սրտի մոտով ով է անցնում։ Նախանձի հոգին, կատաղության հոգին, չներելու հոգին, մրցակցության հոգին, ատելության եւ քննադատության հոգին, դրան այլ այսօրին ենք ժողովուրդ ջան։ Այսօրին ենք, որովհետեւ մենք սովորում ենք ուրիշների ասածով ապրել, իսկ մեր Աստծո կենթանի խոսքը բաց թողնել։ Աստված կարա այսօր քեզ իր գրքի մեջ պահի քո անունը, եթե լինես հավատարիմ ամեն իրավիճակում։ Թող Աստված օրհնի, որ մենք երբ որ Տերը կգա երկրորդ անգամ այս երկրի վրա, լսենք մեր հասցեն այս խոսքերը, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Այսինքն Աստված այսօր էլ ունի մարդիկ, դրանցից մեկը դու ես կամ մյուսն է, կամ մյուսն է, յուրաքանչյուրս կարող ենք մարդա լինենք, եթե մնանք հավատարիմ։ Աղոթք անենք։ Օրհնյալ Աստված, շնորհակալ ենք հորդորի համար, խրատների համար, որ շարունակում ես անել մեր կյանքում։ Սա հերթական անգամ վկայում եմ, որ ժամանակ կա դեռ մեր երկրի վրա քեզ դառնալու, դեռ շնորհը կա քո, որ գործում է, որ յուրաքանչյուրիս կանչում ես դեպի քեզ եւ ակնկալելով, որ ամեն մեկս հավատարիմ գտնվենք։ Օրհնիր մեզ, թե մեր ընտանիքում կլինենք, աշխատանքի վայրում կլինենք, ուսման հաստատությունում կլինենք, որտեղ լինենք եւ որ դու գաս, մենք արժանանանք այդ բարի գնահատականին։ Օրհնիր մեզանից յուրաքանչյուրին Հիսուսի անունով։ Ամեն։